Ասենք փառք Տիրոջ եղբայրներ քրոջան։ Փառք Հիսուսին իրապես այդ պատրույքի համար, որ հույսը կա եւ հույսը ամոթով չի թողնելու։ Տիրոջ անունը փառավոր եղբայրներ քրոջան։ Ես Տեր Հիսուսի անունով ուզում եմ մի փոքր Աստծո խոսքից հիշեցնել։ Ղուկաս ավետարանից եմ ուզում կարդալ մի քանի համարներ, սիրելիներ, այսպես է գրված 7-րդ գլխում 29 համարից եմ ուզում ընթերցել։ Եվ բոլոր ժողովուրդը, երբ որ այս լսեցին, եւ մաքսավորները Աստծուն արդարացրին Հովանեսի մկրտությունով մկրտվելով, բայց փարիսեցիները եւ օրինականները անարգեցին Աստծո խորհուրդը իրանց անձերի համար նրանից չմկրտվելով։ Տերն էլ ասեց. արդ ում նմանեցնեմ այս ազգի մարդիկը, եւ ում են նման են այն երեխաներին, որ հրապարակներում նստած են եւ իրար կանչում են եւ ասում. մենք փող հնչեցրեցինք ձեզ համար եւ դուք պար չեկաք, ով երգեցինք եւ դուք եւ չլացեցիք, որովհետեւ Հովանես մկրտիչը եկավ ոչ հաց էր ուտում, ոչ էլ գինի խմում, եւ ասում եք դև ունի։ Մարդի որդին եկավ ուտում է եւ խմում, եւ ասում եք ահա ուտող եւ գինի խմող մարդ մաքսավորների եւ մեղավորների բարեկամ, եւ իմաստությունը արդարացավ բոլոր իր որդիներիցը։ Ասենք փառք Տիրոջ եղբայրներ քրոջան։ Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի։ Իրապես սիրելիներ, երբ որ մենք տեսնում ենք այս օրհնյալ խոսքերը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը, սիրելիներ, երբ որ եկավ մարդկության համար, բոլոր մարդկության համար եկավ, բայց ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ այստեղ կային մարդիկ, որ մերժեցին Տիրոջը, իսկ ովքեր որ մի ուրիշ տեղում գրված է, Աստված եկավ յուրայիններին եւ յուրայինները չընդունեցին ասուն, բայց ովքեր որ ասուն ընդունեցին, անոնց իշխանություն տրվեցավ Աստծո որդիներ կոչվելու, փառք Աստծո։ Սիրելիներ, այո, մարդիկ եկան, տեսնում ենք այստեղ մեղավորները, մաքսավորները, սիրելիներ, նրանք երբ որ եկան, Աստծուն արդարացրեցին։ Եվ մարդիկ էլ կային փարիսեցիները եւ օրինականները, որ անարգեցին Աստծո խորհուրդը։ Եվ ուզում եմ մի երկու համար ընթերցեմ, սիրելիներ, որ միտքս ավելի ճիշտ լինի, սիրելիներ, 36 համարում այսպես է գրված. Փարիսեցիներից մեկը աղաչում էր նրան, որ հաց ուտի իր հետ, եւ նա մտավ փարիսեցի տունը, սեղան նստեց։ Եվ շարունակությունն ասում այդ քաղաքում մի կին կար, այդ պատմությունը գիտենք, սիրելիներ, անառակ կիներ եկավ իր արցունքներով թրջում էր Հիսուսի ոտքերը եւ իր մազերով սրբում էր։ Եղբայրներ քուրեջան, ինչ տեղի ունեցավ այստեղ։ Այստեղ կարևոր միտք եմ ուզում արտահայտվեմ, որ այսօր շատ մարդիկ կան քուրեր եղբայրներ ջան, Աստծո տան մեջ են, կանչվածները շատ են ավետարանն ասում, բայց փրկվածները քիչ են։ Թեկուս Իսրայելը ծովի ավազի հատի չափ լինի, նրա մնացորդը պետք է փրկվի։ Կային մարդիկ, ովքեր էին փարիսեցիները, սիրելիներ, մաքսավորները, մեղավորները կանչեցին, տեսնում ենք, որ Հիսուսին մեղավորները արդարացրեցին Տիրոջը, Հովանեսի մկրտությունով մկրտվելով, նրանք հավատացին, նրանք ընդունեցին քուրեր եղբայրներ եւ մկրտվեցան, նրանք ընդունեցին, բայց փարիսեցիները, օրինականները տեսնում ենք, որ մերժեցին Տիրոջը, ոչ թե լեզվով, իրանց գործով, իրանց ընթացքով մերժեցին Տիրոջ խոսքը, սիրելիներ, նրանք ընդունելով մկրտվեցին։ Այսօր շատ քրիստոնյաներ կան, որ կարծես թե Աստծուն լեզվով ինչպես մարգարեն ասում է, շրթունքներով ինձ են, բայց սրտով ինձանից հեռու են։ Աստծո տան մեջ կլինեն, ասում կհրավիրեն, կարծես թե իրանց տուն, բայց ընտրիկ չեն անում, քուրեր եղբայրներ ջան։ Այսօր իմ հորդորը խնդրանքը, որ ամեն մեկս ինձանից սկսած բոլորս Տիրոջ հետ ընտրիկ անենք։ Դեռ Տիրոջ տան մեջ լինելը դա բավական չի, քուրեր եղբայրներ ջան։
Դեռ Տերը երբ որ ներկայ է քո կյանքիդ մեջ, այո, դա շատ լավ բան է, դա մեծ ուրախություն է, բայց դու կարող ես այդ Տիրոջ հետ ընտրիկ չանես։ Փարիսեցին կանչել էր իր տունը, բայց ինքը ընտրիկ չէր անում։ Ինքը այսպես ասած հաղորդակցություն չուներ Աստծո հետ։ Այսօր քուրս ու աղբերս մենք կարող է կանչենք Տիրոջը մեր սրտի մեջ, բայց մեր Տիրոջը մի անկյունում պահենք, մեր սրտի գային թույլ չտանք, որ ինքը նստի։ Մենք մեր ուզածով անենք, մեր սրտի փափագովն անենք։ Իսկ տեսնում ենք, որ այստեղ սիրելիներ, մարդիկ, մեղավորները, մաքսավորներն եկան եւ ինչ արեցին, քուրեր եղբայրներ ջան, նրանք հավատալով մկրտվեցին, դառան Տիրոջը, Աստծո խոսքը կատարեցին եւ դրա համար այսպես ասում Երբ որ ասին աուտո խմող մարդ մաքսավորների եւ մեղավորների բարեկամներ եւ իմաստությունը արդարացավ բոլոր իր որդիներիցը։ Ես այսպես եմ մտածում, սիրելիներ, ովքեր դառան Աստծո որդիները, այն մեղավոր մարդիկ, այն մաքսավորները, մեղավորները, որ ընդունեցին, հավատացին քուրեր եղբայրներ, եւ այստեղ շատ կարեւոր է, ովքեր որ մկրտված չեն, հասկանան, նրանք ընդունելով հավատացին քուրեր եղբայրներ ջան եւ մկրտվեցան Հովանեսի մկրտությունով, այսինքն ջրի մկրտությունով մկրտվեցան, բայց փարիսեցիները տեսնում ենք սիրելիներ օրինապանները, որ կարծես թե իրանք ամեն բան գիտեին, Աստծո հետ այսպես ասած կարելի ասել ընտրիկ չէին անում, հաղորդակցությունը չունեին, մերժում էին սիրելիներ, եւ ասում է մեղավորներ բայկամ, եւ իմաստությունը արդարացավ բոլոր իր որդիներիցը։ Քուրեր եղբայրներ, այսօր մենք ամեն մեկս Տեր Հիսուս Քրիստոսն ասում է դուք իմ բարեկամներն եք։ Երբ որ կարդում ենք Հովանես Ավետարանում 15-րդ գլխում այդ մասին գրված է, մեր Տեր Հիսուս Քրիստոսը այսպես ասավ. դուք իմ բարեկամներ եք, եթե անեք այն ինչ որ ես պատվիրում եմ ձեզ, այլևս ծառա չեմ ասում ձեզ, որովհետև ծառան չգիտե, թե իր տերը ինչ է գործում, բայց ձեզ բարեկամ ասեցի, որովհետև ամեն ինչ որ լսեցի իմ հորիցը, իմացրի ձեզ, եւ ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի։ Փառավորվի Հիսուս Քրիստոսը։ Այսօր մենք բարեկամներ ենք կոչվել, եթե անենք այն ինչը որ Տերը մեզ պատվիրել է։ Տեսնում ենք մեղավորները, մաքսավորները, սիրելիներ, արեցին են, ինչը որ պետք էր, ինչը որ Հովանես Մկրտիչը քարոզում էր, սովորեցնում էր սիրելիներ, եկան մկրտվեցան, դառան Տիրոջը, եւ այնտեղ ասում է, որ նրան բարեկամներ կոչվեցան, քուրեր եղբայրներ ջան, իմաստությունը արդարացավ իր որդիներիցը։ Այսօր ցավոք սրտի մարդիկ իրանց մարդկային իմաստությունով կարծես թե ինչպես Հռոմեացիների առաջի գլխում հիշեցնում է, իրանք իրենց իմաստունը սեցան եւ ինչ եղան, հիմարացան, բայց իմաստության սկիզբը մեկ մոռանա քուրեր եղբայրներ, Տիրոջը երկյուղն ավետանն այդպես ասեմ, Տիրոջ վախն է իմաստության սկիզբը, քո իմաստությունով դու Տիրոջից վախ չունես, դու Տիրոջից ընդհակառակը կարող է հեռանաս, որովհետև Աստծո վախը քեզ չի սովորեցնում, դեպի փրկություն չես գալիս, եթե Աստծո վախը չունես։ Եթե քո մտքով ես շարժվում, դու Աստծուց հեռանում ես, բայց եթե Աստվածանից վախենաս, Աստծո խոսքը պահես, Աստծո կամքը կատարես, այո, Տիրոջ վախ երկյուղը կգա քո կյանքի մեջ, եւ ես եւ դու կդառնանք Տիրոջը որդիները, Տիրոջ զավակները։ Հիմա փարիսեցին, այսպես ասած, իր տունը հրավիրել էր քուրեր եղբայրներ, բայց այդ կապը չկար, կարծես թե հաղորդակցությունը չկար, ընդհակառակը ինչ որտեղ էլ ասում էր, եթե սա Աստված լինի, ասում արդիլի կիմանա թե ով է նրա ոտքերը լվանում, չէ՞։ Հիշում եք։ Սիրելիներ, համ կանչել էր Աստծուն, գիտակցում էր, չէ՞ որ ինքը Աստված է, Աստծո որդին է, գիտակցելով էր կանչել, ես այդպես եմ մտածում, իր տունը կանչել էր, բայց էլ իր սրտի մեջ կասկած կար, ինքը լիարժեք կապը չուներ Աստծո հետ։ Այսօր մենք հաճախ սիրելիներ Աստծուն հավատում ենք, ոմանք հավատում են Աստծուն, բայց իրանց սրտի մեջ դեռ կասկած կա, իրանց սրտի մեջ դեռ երկյուղ կա, լիարժեք չեն վստահում Աստծուն,
Մտածում են, թե Աստված չի տեսնում, մտածում են, թե Աստված չգիտի իր աստղի ծածուկները։ Աստված ամեն բան գիտի, Աստված քննում է մտքի խորհուրդները, քուրեր եղբայրներ ջան։ Դրա համար ավետարն ասում է մեկ խաբվի, Աստված ծաղը չի լա, Աստված ամենը գիտի, հայրը որ գաղտուկ տեղը բնակվում է, ամենը կտեսնի եւ հայտնապես հատուցում կանի։ Քուրս ու աղբերս, իմ խնդրանքն օրդորը այո հետեւյալն է, որ այսօր բերեք միայն Աստծո տուն գալով, գնալով, դա շատ քիչ է։ Աստծո խոսքը բռնենք, Աստծո խոսքը կատարենք, հատկապես այն մարդիկ, որ չգիտեմ օրեր, ամիսներ, տարիներ շարունակ Տիրոջ տունը գալիս գնում են, դեռ այն մկրտությունը, որ պարտադիր է, որ ասում է, ով հավատա ու մկրտվի, նա կփրկվի, փառք Աստծո։ Դեռ որ մատների արանքով են նայում իրանց մկրտության հարցը, մտածում են դե եկան կստի կփրկվենք, կապ ունեցի Աստծո հետ, հաղորդակցվի Աստծո հետ, կոչվի Աստծո որդի։ Փարիսեցիները, օրինապահները օրենք գիտեցող մարդիկ էին, բայց տեսնում են, որ ասում է սիրելիներ, իմաստությունը արդարացավ իր որդիներից, այսինքն մենք տեսնում ենք ովքեր դարան այդ որդիները, մեղավորների հետ, երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը հաց էր ուտում, եղբայրներ քուրեր ջան, երբ որ մաքսավորներն նորից եմ կարդում, եւ բոլոր ժողովուրդները, երբ որ լսեցին, եւ մաքսավորները Աստծուն արդարացրեցին, Հովանեսի մկրտությունով, մաքսավորները արդարացրեցին, փարիսեցիները օրենսդիր մարդիկ չարդարացրին, տեսնում ենք այո մաքսավորները արդարացրեցին Աստծուն Հովանեսի մկրտությունով, մկրտվելով, բայց փարիսեցիները եւ օրինականները անարգեցին Աստծո խորհուրդը, իրանց անձերի համար նրանից չմկրտվելով, պարզ ասեմ, այսօր դու կարող ես քեզ թվա դու ասուտան մեջ ես, արդեն այսպես ասած փարիսեցություն ունես, օրենսգետ ես, ամեն բան գիտես, բայց չմկրտվես, բայց Աստծո հետ հաղորդակից չլես, Աստծո հետ կապ չունենաս, այստեղ ասում է, որ անարգում են նրա խորհուրդը, Աստծո խորհուրդը, այդ մկրտության խորհուրդը անարգում էին, բայց մեղավորները ինչ արեցին եղբայրներ քուրեր ջան, բայց մաքսավորներն ու մեղավորները Աստծուն արդարացրեցին եւ ասма իմաստությունը արդարացավ բոլոր իր որդիներիցը, փառք Տիրոջը։ Այսօր թող Տերը մեզ զորացնի եղբայրներ քուրեր ջան, Տերը տա այդ իմաստությունը ինձ եւ քեզ, որ մենք ամեն մեկս որպես Տիրոջը բարեկամներ անենք այն, ինչը որ ավետարանն է պահանջում, հաղորդակցվենք Տիրոջ հետ, այդ կապը ունենանք Աստծո հետ, ոչ թե միայն մեր տունը հրավիրենք, մեր սիրտը հրավիրենք, բայց մենք Աստծո օրենքից հեռու լինենք, Աստծո խոսքից, Աստծո կամքից հեռու լինենք, ասում իմ զավակներն անք են, ովքեր իմ խոսքերը կլսեն, կպահեն ու կկատարեն, ոչ թե ասեն իմաստուն ենք եւ հիմարացան, իրանց անմիտ սրտերը ինչ եղավ, խավարեցավ սիրալիներ, Տերը զորացնի, Տեր օգնի, մենք պիտի կարողանանք Աստծո խոսքը ամուր պահենք, սիրելիներ, Աստծո խոսքով առաջ գնանք, սիրելիներ, ոչ թե գիտակցությունով, ինչպես փարիսեցիները, օրինապահները գիտեին Աստծո օրենքները, Աստծո տան մեջ սպասավորություն անելով, բայց Աստծո այդ հաղորդակցությունը չունենալով, բայց Տերն ուզում է այսօր մենք ունենանք այդ կապը, մենք ունենանք այդ հաղորդակցությունը Տիրոջ հետ, դառնանք Տիրոջը, եղբայրներ քուրեր ջան, այսօր օրը, այսօր ժամը, երբ որ լսում ես Աստծո խոսքը, քո սիրտը մի խստացնի, սիրելի եղբայրս ու քույրս, մենք հիշում ենք ավետարանի խոսքը այսպես ասում, երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին հարց տվեցին, Տեր, երբ ես ամենը լինելու, երբ է լինելու քո գալուստը, ինչ եք կարծում, Աստված չգիտի, ինքը Տերը չգիտի, երբ է գալու, ինքը Տերը, ինքը ամեն բան գիտի, բայց պատասխան տվեց, ոչ ով չգիտի օրը եւ ժամը, միայն Աստված, փառք Աստծո, այո Աստված չասավ այսօր այս ժամն է, որովհետև եթե Աստված ասեր այսօր այս ժամը, մարդը անիրավ կյանքով, իր ուզած կյանքով կապրեր, ես չգիտեմ տարբեր մեղքերի մեջ, տարբեր հանցանքներով
կգար այդ օրը այդ ժամը, վերջը մեղայական կգար ու հետո կասեր Տեր ջան, բա դու չես ասում, հենց կանչես կոկորդալից աղակես, կփրկվես դու եւ քո տունը։ Ես աղոթք եմ անում, փրկիր ինձ։ Դրա համար սիրելի եղբայրս ու քույրս, ոչ ով չգիտի օրն ու ժամը, բայց Աստված ասում է այսօր ընդունելության օրը եւ պահը, երբ որ լսում ես Աստծո խոսքը, սիրտդ մի խստացնի, բաց արա նրա առաջ։ Նա պետք է գա քո սրտիդ մեջ, ասում այս կանգնած դրանը թակում եմ Հայտնության 3:20-ը, ով որ բացի ներս կմտնեմ եւ ընտրիկ կանեմ նրա հետ եւ նա ինձ հետ։ Այսօր հաճախ Հիսուսը ընտրիկ անում, բայց դու Հիսուսի հետ ընտրիկ չես անում, քուրս ու աղբերս, բաց արա քո սիրտը, Տիրոջ հետ հաղորդակցվի, Տիրոջ հետ կապ ունեցի։ Հաղորդակցությունը իր խոսքը պահել, կատարելն անելն է, ոչ միայն անպագորգոր հայտարարություններ, լեզվի արտահայտություններով, երգելով, խոսելով կամ չգիտեմ ինչ անելով, եթե կյանքը չկա, եթե Աստծո խոսքը չկա իմ եւ քո կյանքիդ մեջ, Աստծո խոսքը չես պահում, չես կատարում, դու կյանքի հետ հաղորդ չես։ Տերը ողորմա, եղբայրներ, քույրեր ջան, ես հիշում եմ տարիներ առաջ, երբ որ ասենք մեծերը կհիշեն մի քանի տարի առաջ այսպիսի մի հատ հայտարարություն եղավ ամբողջ աշխարհի մեջ, հայտարարեցին, որ հոկտեմբերի 28-ին իբր թե Հիսուսը գալիս է, հիշում եք այդ ովքեր են հիշում այդպես բան։ Գյուղերից եկել եմ 8 ժամի երկրաշարժից հետո գալիս եմ տուն պետքա բարձրանամ, փեսես մեր տանն էր մնում իմ քուրս առաջարկում, դե խասյատ կա այսպես սովորություն, մտնում է իրանց տուն, նոր բարձրանամ վերև։ Մտա տուն, խոսացի բարև, վիճավ վերջը, ուզում էի գնամ, մեկ է սենց անեմ։ Գյադը հլկեցի, թապանլեցի, ինչ այլիլ ասի, Արմեն ջան, Մուրլո ջան, դե հացականինք ասեմ, այդ ճիշտ է, որ 28-ին բդի գա Հիսուս, հա, կսեն։ Ասի դու մտացի ինձ ինչ կա փառք ասուս, մա հենց մի գա։ Ես գնացող եմ, դու քո մասին մտածի։ Վերջը եւ դե ինքն է տեղակ էր Աստծոց, խոսեցինք, բան արեցինք։ Ուզում էի արդեն գնամ, ասի դե լավ, բարի քշեր, ես գնում եմ, ի ասավ չհասկացա, հբաղոտ չես են է, ասի դե չոք աղոթենք։ Դե արդեն օրը գիտի, ժամը գիտի, չէ, սարսափը ջանն անգե։ Մի խոսքով աղոթ կարես, եսի ծաղալ ու մարդ չեմ ասում, ես միտն եմ ասում, որ օրը ոչ մեկը չգիտի, ժամը չգիտի, դրա համար Տերն ասա ոչ մեկը օրն ու ժամը չգիտի, փառավոր Հիսուս Քրիստոսը, իսկ քեզ համար այսօր օրը, ով հոգի, եթե դեռ ունես մեղք, զղջապ աշխարհի վաղը ուշ կլինի, այսօր միգուցե ուշ լինի, այստեղից դուրս գաս ու գնաս, երբ որ լսում ես մի խստացնի քո ձայնը, վերջը երբ որ աղոթ քարեցինք, բարձացա վերև քնեցի, հաջորդ օրը մեկ է տեսնեմ ինչ ա տեղ ունեցե, վերեր կացե դեքիրս ճվճվալով երեխեքի վրա ճվճված էր բաները, ասում աղջի, բախտդ բերեց աբաշխարեց հավատացյալ դարա, թե չէ ծեծեիդի։ Հիմա սիրելի եղբայրներ քույրեր ջան, թող Սուրբ Հոգին օգնի մեզ։ Իրոք հասկանանք, որ այսօր ապահը Աստծո խոսք ամուր պահենք ամեն մեկս, դառնանք Տիրոջը, կոկորդալից գոչենք Տիրոջը։ Մեղավորներ այո, տեսնում ենք, այն չգիտեցողներ այսպես ասած, մաքսավորները հավատացին, մկրտվեցին, Աստծո այս խորհուրդը չանարգեցին, բայց այն գիտեցողները, որ փարիսեցի էին, օրինապահ էին, անարգեցին իրանց չմկրտվելովը, քո սիրտը փշի Տիրոջ առաջ, քուրս ու եղբայրս, Հիսուս Քրիստոսի անունով փառավորվի։ Ես չեմ երկարացնում, ուղղակի ուզում եմ աղոթք անենք,